Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, նախ միջև սկսելը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն աջակիցներից, ովքեր որ սատարում են Հայաստանի Շնորհապետական Կուսակցության գործունեությունը եւ The Armenian Nexus ինֆորմացիոն հարթակի գործունեությունը։ Դուք ձեր էկրաններին կտեսնեք այն QR կոդերը, որոնցով կարող եք շարունակել ձեր օժանդակությունը իրականացնել, որովհետեւ եւ Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը եւ The Armenian Nexus ինֆորմացիոն հարթակը գոյություն ունեն բացառապես հանրային օժանդակությունների շնորհիվ, ինչի համար ես շատ շնորհակալ եմ բոլորից։ Մենք աշխատում ենք Հայաստանի Հանրապետության համար, բոլորիս նպատակների եւ իղձերի իրականացման համար։ Այսօրվա եթերը ես ուզում եմ նվիրել մի կարևորագույն հարցադրմանը։ Դուք կհիշեք, որ 2 շաբաթ առաջ Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը իմ գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջին պաշտոնատար անձին նամակ տարավ, կառավարություն տարանք եւ այդ նամակի բովանդակությունը ես ասացի, որ կհրապարակենք հնդածս եւ այդ նամակի բովանդակությունը մենք կազմել ենք ոչ թե որ ձևական առումով ներքաղաքական ինչ-որ խմորումներ ծավալել, այլ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իբրև Շնորհապետական Կուսակցության հիմնադիր նախագահ, քաղաքական գործիչ, հանրային գործիչ, խիստ մտահոգություններ ունեմ, որ ներկայիս վարչախումբը իր վաղեմի ավանդույթներին հավատարիմ մնալով շարունակելու է ալատավոր գործելավոճը եւ փափուկ բարձ դնելով հանրության գլխի տակ իրականացնելու է բավականաչափ վտանգավոր գործողություններ։ Այդ վտանգավոր գործողություններից ամենաահասարսուռը, որը մեր մտքով անցնում է, որ նրանք ի վիճակի են եւ փորձը ցույց է տալիս, որ նրանք քայլում են նմանատիպ ճանապարհով, դա Հայաստանի Հանրապետության լուծարումն է, որովհետեւ սույն թվականի սեպտեմբերի 20-ին նույն քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովի ընթացքում ընդունվել է մի հռչակագիր, իսկ մենք գիտենք, որ հռչակագրերը դրանք երևակայական, հիպոթեզերի, գիտական առաջ քաշված մոտեցումների փաստաթղթեր չեն, այլ դրանք հիմնավոր անկյունաքարային ռազմավարական փաստաթղթեր են, որոնք անկյունանշում են, ուղենշում են այն ռազմավարական ընթացքը, որը որ պետությունը պետք է տարվի նման քաղաքականություն իրականացնելով եւ այնտեղ հոմանիշներ, այլաբանություններ, ենթադրություններ կամ հիպոթեզեր առաջ քաշելու որևէ հնարավորություն որևէ մեկը չունի, որ մի պարզ պատճառով, որ այդ փաստաթղթի ձևաչափը հռչակագիր է, դեկլարացիա, դրանք ունեն հստակ ձևաչափեր։ Հիմա այդ իրենց մոտեցման մեջ, որը որ նրանք առաջ են քաշել սեպտեմբերի 20-ին, հայտարարում էին 4-րդ հանրապետության, Հայաստանի 4-րդ հանրապետության հաստատման մասին, ընդ որում ես ուղիղ մեջբերում անեմ, որը civilcontract.am կայքում հստակ ընդգծված է, յուրաքանչյուրը կարող է մուտք գործել նրանց պաշտոնական կուսակցության կայքեջ եւ այնտեղ հենց առաջին էջում այդ նախադասությունը կտեսնեն, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հռչակում է Հայաստանի 4-րդ հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Հիմա այստեղ ռետորական հարց է առաջանում. ինչ է նշանակում հանրապետության հաստատում։ Ինչպես դու կարող ես արդեն իսկ հաստատված հանրապետության պարագայում հաստատես նոր հանրապետություն, անունն էլ դնես Հայաստանի 4-րդ հանրապետություն, որպեսզի մեր ունկնդիրներին պարզ լինի, արգելիներս, Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ մի իրավաքաղաքական պայմանագիր, որտեղ թվագրումներով է խոսվում Հայաստանի մասին։ Հայաստանի Հանրապետությունը մեկն է եւ Հայաստանի առաջին հանրապետություն, Հայաստանի երկրորդ հանրապետություն, Հայաստանի երրորդ հանրապետություն եզրերը բացի առօրյա խոսակցական եւ գիտական խոսույթի շրջանակներից այլ իրավաքաղաքական փաստաթղթերում չի նշվում, որևէ կերպ չի անդրադարձ չկա դրանց։ Այսինքն այստեղից ենթադրություն, որ ոչ թե ներկայիս հանրապետությունը երրորդն է, այլ Հայաստանի Հանրապետությունն է, առանց թվերի, որտեղ անկախության հռչակագրով հաստատված է անկախության հաստատման գործընթացի մեկնարկ Հայաստանի Հանրապետության կրճատ Հայաստան։ Ես պատմական ակնարկը քանիցս ասել եմ տարբեր ձևաչափերով,
Չեմ ուզում անդրադառնալ դրան, բոլորը նրանք, ովքեր ստաբիլ հետևում են այն վերլուծություններին, որը ես եմ հնչեցնում տարբեր հարթակներում, պատմական գործընթացների հետահայաց վերլուծություն ես ժամանակին արել եմ, այդ իսկ պատճառով ձեր ուշադրությունը հրավիրում եմ այն նամակին, որը մենք հղել ենք կառավարությանը։ Մեջբերելով այդ հանգամանքը, ինչն էր գլխավոր դրդապատճառը, որ մենք դիմեցինք նամակով հարցերի տրամադրմանը, ակնկալելով պատասխան, ես արդեն ասացի։ Հիմա շարունակությունը ընթերցեմ հարցերի մասով, 3 հարց ենք առաջ քաշել։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին։ Արդյոք Հայաստանի 4-րդ Հանրապետության հաստատումը ենթադրում է Հայաստանի Հանրապետության լուծարում։ Երկրորդ, եթե այո, ապա ինչ երաշխիք կա, որ Հայաստանի 4-րդ Հանրապետությունը կճանաչվի միջազգային հանրության կողմից և կդառնա միջազգային հարաբերությունների լիիրավ անդամ։ Երրորդ, եթե ոչ, ապա ինչպես եք պատրաստվում հաստատել Հայաստանի 4-րդ Հանրապետություն Հայաստանի Հանրապետության գոյությանը զուգահեռ։ Պարզ, առաջին հայացքից բավականին տրիվիալ 3 հարց, որ շատերը կարող են ասել ինչի հետևից ես ընկել, պարզ չի, պարզից էլ պարզ է, ոչ, հարգելիներս, պարզ չի, ես որպես քաղաքացի և քաղաքական գործիչ, քանիցս համոզվել եմ, որ այսօրվա քաղաքական ուժը, սկսած Նիկոլ Փաշինյանից, խոսքի պահպանման հետ խնդիրներ ունեն։ Հիշում եք հանրահավաքներից մեկը 2018 թվականին, երբ որ բոլորս չէ, մեծ մասս հավաքվել էինք Հանրապետության հրապարակում և մոտավորապես նմանատիպ հաղորդագրություն հնչեցրեց այդ պարոնը։ Շատերն ասում են, թե մենք եկել ենք հողեր հանձնենք, չկա նման բան, սիրելի ժողովուրդ, հիշում եք, ասում էր, որ Արցախի հարցում ցանկացած մոտեցում իրականացվելու է բացառապես հայ ժողովրդի հետ, համաձայնեցնելուց հետո, որևէ բան հայ ժողովուրդ ձեզ հետ համաձայնեցվել է, բա դեմագոգները կասեն պատերազմ ա եղել, պարտվել ենք, պատերազմ ա եղել, չենք պարտվել, ձեր պարտության կապիտալացումը մի փաթաթեք բերել պարանոցին իբրև պարտություն, պատերազմ է եղել և չենք պարտվել, որտև պատերազմի արդյունքներով Ադրբեջանի համար զավթված է եղել ընդամենը Ջաբրայելի ջրականի հատվածում 20 կիլոմետր տարածություն, Թալիշը անընդհատ ձեռքից ձեռք էր անցնում, իսկ դա սահմանամերձ է, դիվերսիոն խմբավորումները ոչինչի մասին են, ով գիտի տակը ինչեր կբացահայտվի, թե դիվերսանտները ինչ մեքենաներով են եկել, որ պետության մեքենաներով են այնտեղ եկել, ով գիտի տակը ինչ կպարզվի, շատ բաներ կան պարզվելու, հայելային հետ քաշման զորքերի իրավիճակը, դա պարտություն է, դուք հայելային հետ քաշեցիք Քարվաճառի և Քաշաթաղի հատվածներից, ադրբեջանցիները ծուռ հայելու միջոցով առաջ եկան, այնպես որ պարզ չի, սիրելի ժողովուրդ, այդ իսկ պատճառով այս 3 հարցերը, որոնք առաջին հայացքից տրիվիալ են թվում, սրանց պատասխանները ակնկալում ենք և ինչպես հարիր է քաղաքակիրթ քաղաքական ուժին ընթացս շարունակել ենք, որպեսզի ուղղորդենք հարցի հասցեատեր կողմին։ Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության թվագրումները զուրկ են իրավաքաղաքական հենքից, գոյություն չունի որևէ իրավաքաղաքական փաստաթուղթ, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը թվագրված է որպես երրորդ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, գոյություն չունի որևէ իրավաքաղաքական փաստաթուղթ։ Հայաստանի Հանրապետության բոլոր թվագրումները կեղծ քաղաքական կատեգորիաներ են, ես սա ձեզ ընթերցում եմ այն նամակը, որը հանձնել ենք։ Հայաստանի Հանրապետության անկախացման գործընթացը մեկնարկել է
1990 թվականի օգոստոսի 23-ի հիմնարար ակտ Հայաստանի անկախության մասին հռչակագրով և հաստատվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախության հանրաքվեի ընթացքում համաժողովրդական կամ արտահայտությամբ։ Ակնկալում եմ ձեր պատասխանը վերոնշյալ հարցերին օրենքով սահմանված ժամկետներում։ Հարգանքով Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյան։ Առայժմ մենք գտնվում ենք օրենքով սահմանված ժամկետների մեջ, բայց մենք ակնկալում ենք պատասխան։ Եթե Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարության ղեկավարը հարկ չհամարի պատասխանելու այս նամակին, ապա մենք իրավունք ունենք և լիակատար ազատություն ունենք վերծանելու Հայաստանի 4-րդ Հանրապետություն հռչակված կոնցեպտը, որպես Հայաստանի Հանրապետությունը հավանաբար լուծարելու համար մեկ ռիսկ, դրանով պայմանավորված բոլոր հետևանքներով հանդերձ։ Սիրելի քաղաքացիներ, մենք ի վերջո պետք է գիտակցենք, որ եթե Հայաստանի Հանրապետությունում ծանրակշիռ փոփոխություններ չիրականացվեն, որ եթե 2026 թվականին համապետական ընտրությունների ժամանակ ներկայիս քաղաքական ուժը շարունակեց իշխանավարել, ես ձեզ վստահեցնում եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքական թատերաբեմում շարունակելու են շրջանառվել Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, կոլաբորացիոնիստները, և դա վառ օրինակն է այն իրողությունների, որը մենք տեսնում ենք։ Ներկայիս քաղաքական դաշտում կան աճպարարներ, սազանդարներ, որոնք մեջբերումներ են անում այն փաստաթղթերի, որ մենք սատարում էինք ներկայիս իշխանությունների եվրոպական ընթացքը։ Այո, մենք սատարում էինք, ես սատարում էի, բայց 2023 թվականի դեկտեմբերից հասկացա, որ նրանք ինձ խաբում են, սուտ են խոսում։ Հիմա էլ սանձարձակություն ունեն, հայտարարում են, ասում են, նոր են սկսել, լուրջ եք ասում։ Այսինքն համազգային համաժողովրդական ասացվածքի ոգուն հարիր, էշմի սատկի գարուն կգա սկզբունքով, ո՞նց է հնարավոր նման բան։ Նիկոլ Փաշինյանը, ձեր քաղաքական հայրը, արդեն հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության ընթացքը դեպի Եվրամիություն տևելու է 20 տարի, այսինքն երիցս էշմի սատկի գարուն կգա։ Հայաստանի Եվրամիության անդամակցության ժամկետները չի որոշում Նիկոլ Փաշինյանը, ոչ ոք չեն որոշում։ Հայաստանի եվրոպական ապագան համապատասխան ծավալի աշխատանք է իրենից ենթադրում։ Այդ համապատասխան ծավալի աշխատանքը դու կկատարես 1 տարում, 5 տարում, թե 30 տարում, կախված է քո քաղաքական հնարավորություններից, ներգրաված անձանց մասնագիտական պոտենցիալից և քո կառուցվածքային համակարգի ներառականությունից։ Ինչը մենք չենք տեսնում այս 7 տարիների ընթացքում, ոչ շնորհապետություն, արժանիների իշխանություն, ոչ կադրային բարեփոխումներ, ոչ ռազմավարական շրջադարձ, ոչ կամք ցանկություն, ոչ էլ միտված քաղաքականություն։ Այդ անձիկ վաղուց հայտնվել են կոմֆորտի զոնայում, սիրելիներ։ Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում Սփյուռքում իրադարձությունները վերծանվում են այնպիսի շրջաբերաբար միմյանցից տարբերվող ձևերով, որ անգամ ապշած ես մնում։ Ադեկվատության բոլոր չափաբաժինները պահպանելուց մինչև անադեկվատության խեղվածության վերին աստիճաններ։ Դուք պատկերացնում եք, անգամ ես իբրև քաղաքական գործիչ, իմ սոցիալ մեդիայի տարածության մեջ հրապարակում եմ մի տեսանյութ, որտեղ թուրք-ազերիական բանդաները խոցելի են դարձնում իմ կերպարը, գտնվում են հայեր, որոնք այդ գործընթացում վիրավորական արտահայտություններ են հնչեցնում ինձ,
Հիմա ոնց չհասկանաս, որ թուրքի մնացուկ են։ Ոնց նմանատիպ վերլուծություն չանես։ Թուրքի բարեկամ, հարճ, ոտքերն համբուրող թշնամու։ Մի մարդու է անպատվում, ով այդ թշնամու դեմ կանգնել է հանուն Հայաստանի Հանրապետության։ Նման անձիկ անբարոյականության բոլոր սահմանները հատում են։ Թող իմանան ով են իրենց ապրած կյանքով եւ իրենց բարոյականության նորմերով ու արժեքներով։ Ոնց եք հանդգնում թշնամու առաջ մեղավոր ճանաչել հային։ Հայ ժողովուրդը պետք է սատար կանգնի իր զավակներին, անկախ նրանից դուք սիրում եք այդ մարդուն, թե ոչ։ Այս կարևորագույն սկզբունքները ես ցանկացա արտահայտել, նամակը ընթերցել եւ նաեւ ասել հետեւյալը. ուշադրություն դարձրեք քաղաքական աճպարարություններին։ Քաղաքական դաշտ են նետվում հասկացություններ, դրական ենթատեքստ պարունակող, բայց իրականում վտանգավոր ռիսկեր ունեցող։ Հաս է բարձրացվում հետևյալ կերպ, ենթադրենք. շուտով վերադարձնելու ենք Արծվաշենը։ Իսկ փոխարենը ինչ եք տալու։ Արծվաշենը պատմական մեր հայրենիքի մի կարևորագույն հատվածներից մեկն է։ Անկլավ կարգավիճակում, որը կտրված է լինելու Հայաստանի Հանրապետությունից։ Գարթմանի մի պատառիկ։ Ինձ համար շատ հոգեհարազատ մի վայր։ Ես ակունքներով իմ հորական կողմով Գարթմանից եմ, բայց Արծվաշենը որևէ ռազմավարական նշանակություն չունի Հայաստանի Հանրապետության համար, որովհետև այնտեղով միջպետական մայրուղիներ չեն անցնում։ Ի հեճուկս դրան Տիգրանաշենով անցնում է հյուսիս-հարավ մայրուղու կարևոր հատվածը։ Եվ ոչ միայն այն 3 անկլավները, որոնք որ 36 եւ 38 թվականներին սովետական միության բռնազավթիչ կողմի զեղծարարությունների եւ հանցագործությունների պատճառով հայ ազգի, հայ ժողովրդի պարանոցին փաթաթվել են, այդ բոլոր անկլավները ստրատեգիական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։ Ներկայիս կառավարությունը հասել է անջրպետին։ Ներկայիս իշխող խմբակը հասել է անջրպետին։ Սիրելի հայ ժողովուրդ, մենք պատմական առաքելություն ունենք համախմբվելու այսօր, որ կարողանանք կասեցնել այն վտանգները, որոնք վերահաս կերպով առաջանալու են վաղը։ Համախմբվեք, փոփոխությունները օրհասական են։ Մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է անկախանալու ճանապարհի վրա եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին։ Ու հիշեք, մեկ հոգուց շատ բան է կախված։ Մեկ հոգու գործողությունները շրջաբերաբար կարող են փոխել անգամ պատմության ընթացքը, որովհետև մարդն իր տաղանդով, իր ստեղծարար մտքով կարող է շրջաբերաբար փոփոխության ենթարկել իրականությունը։ Իսկ հանրությունը հավաքական ներուժով պայմանավորված կարող է այլ զարգացման հարթության վրա բարձրացնել իր հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը։ Հիշեք, որ գործը ծնում է ուժ, իսկ ուժը իրավունք։ Մնացեք ամենայն բարյավ, կհանդիպենք, կաշխատեմ հանդիպենք մենք հաճախակի, հետևեք Գուրգեն Սիմոնյան YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք, հավանեք եւ տարածեք տեսանյութերը։ Ամեն բան լավ է լինելու, որովհետեւ հայը պայքարող տեսակ է։ Լավ մնացեք։